Քանի դեռ հանրապետականը ընդդիմությունը Հայաստանում երբեք իշխանափոխություն տեղի չի ունենա։ Բարև հայր ջան, մենք նորից նույն տաշտակի մոտ ենք, նորից թշնամու Ալիևի քմահաճույքները կատարող իշխանություն ու հայակործան Կրեմլի շահերը սպասարկող ընդդիմություն։ Ազգային ժողովում ունենք երկու բևեռ, որոնք իրար քրֆելով իրար համար կյանք են տալի։ Մեկը մյուսի գոյության գլխավոր հիմքն ու արդարացումն են, իսկ Հայաստանի շահը երկուսի օրակարգում էլ վերջի տեղերում է։ Ես այսօր պարզ կասեմ, թե ինչի է, որ Հայաստանի քաղաքական ճգնաժամի պատճառը մենակ իշխանությունը չի, այլ նաև այն ընդդիմությունն է, որը վաղուց դարել է իշխանության միակ սննդի աղբյուրը։ Պարզ կասեմ մի ճշմարտություն, որը շատերի համար ցավոտ է, բայց առանց դրա ընդունման Հայաստանը այս փակ շրջանից երբեք դուրս չի գալու։ Կընդունեք ասածս որպես անհերքելի ճշմարտություն, ուրեմն հույս կա, որ մի օր այս շրջանակից դուրս կգանք։ Չեք ընդունի, կհակառակվեք, ուրեմն մի զարմացեք ու մի հարցրեք, թե ինչի ենք մենք տասնյակ տարիներով դոփում նույն տեղում։ Բայց մինչև այդ ուզում եմ ասել, որ մենք հասանք 100,000 բաժանորդի։ Դա նշանակում է, որ մեր ասածը վաղուց դադարել է ընդամենը մի քանի հոգու խոսակցություն լինելուց։ Սա արդեն լայն հասարակական երևույթ է։ Սա նշանակում է, որ ավելի ու ավելի շատ հայեր սկսում են փնտրել ոչ թե հին պատասխաններ, այլ նոր ճանապարհ, որ անկախ մեր վրա բոլոր հարձակումներից, զրպարտություններից ու խոչընդոտներից մեր ձայնը շարունակում է հասնել մարդկանց ու ձևավորում է իրական հանրային ուժ։ Շնորհակալ եմ բոլորիդ ձեր հավատարմության, ձեր աջակցության ու գաղափարակից լինելու համար։ Տա Աստված, որ օր առաջ տեսնենք մեր բոլորի ընդհանուր նպատակի իրականացումը ու վստահաբար ասում եմ, որ վաղ թե ուշ մենք հաղթելու ենք։ Մեր հաղթանակը անխուսափելի է, հայր ջան։ Բայց այսօր մենք դեռ ականատեսն ենք լինում այլ հաղթանակների, որոնք բացարձակ մեր շահերից չեն բխում։ Այսօր ես չեմ պատրաստվում խոսալ մենակ Նիկոլի մասին, որովհետև խնդիրը վաղուց արդեն մի մարդը չի։ Խնդիրը համակարգային է, խնդիրը քաղաքակրթական է, խնդիրը մտածողության ճգնաժամն է ու խնդիրը այն է, որ Հայաստանում հələ կան մարդիկ, որոնք ամեն ընտրությունից հետո զարմացած հարցնում են, բա ոնց կարար Նիկոլը նորից հաղթեր։ Իսկ ես հակադարձ հարց ունեմ։ Նիկոլի իշխանության օրոք այս նույն համակարգով անցկացվող ընտրություններում ով պետք է հաղթեր։ Ով։ Մի հատ անուն ասեք։ Բացի այդ, ովքեր էին Նիկոլի հիմնական ընդդիմադիրները։ Այդ ընդդիմությունից ասեք մի անուն, որի հետևում Մոսկվայից տվերը չէր երևում։ Մի անուն, որի քաղաքական կենսագրությունից հին համակարգի փտած պահեստների հոտ չէր գալի։ Նիկոլը այսօր իր խաբեություններով, իր հող հանձնելով, իր հակահայկական քաղաքականությամբ մնում է, որովհետև դուք չեք կարող շեշտեք իր հիմնական ընդդիմությունից մի անուն, որի վրա ժողովուրդը չէր տենում նախկին խաբեությունների, նախկին վաճառքների ու նախկին նվաստացումների հետքերը։ Էսա ամբողջ ողբերգությունը։ Ոմանք դեռ չեն հասկացել, որ Նիկոլի ամենաուժեղ քարոզիչը Նիկոլը չի, իր ամենաուժեղ քարոզիչը իր ընդդիմությունն է։ Նիկոլի իշխանության ամենամեծ հենարանը հենց այն ուժերն են, որոնք ամեն օր գոռում են, թե ուզում են Նիկոլ հեռացնեն։ Որովհետև իրականում ժողովուրդը չի ընտրում Նիկոլին, Նիկոլի մեջ ընտրելու բան չկա։ Ժողովուրդը մերժում է կրեմլյան նախկին ուժերին ու ավտոմատ միշտ մնում է Նիկոլը։ Իսկ այդ նույն բանը չի, որ մարդիկ Նիկոլ են ուզում։ Ու այսքանը Նիկոլն էլ է շատ վաղուց հասկացել ու դրա համար էլ թույլ է տալի, որ տվյալ ուժերը Հայաստանի ընդդիմադիր դաշտը պահեն օկուպացված։ Քանի դեռ հանրապետականը ընդդիմությունը Հայաստանում երբեք իշխանափոխություն տեղի չի ունենա։ Հանրապետականի ընդդիմադիրները մեր կառավարությունը առաջիկա 50 տարում կհաղթի բոլոր ընտրությունները, առանց իրա դուք 21-ին դժվար հաղթեիք ընտրությունները, առանց Քոչարյանի մասնավորապես։ Դե լավ է, ինքը դարավ այն մեծ վախը, որը դուք շատ հմուտ օգտագործեցիք։ Ընդունում եմ, բայց հիմա ինքը ձեզ ջրի ինքը եթե ասի որ չի մասնակցելու, ձեր ձայները կոնկրետ լինելու են։ Լույսի բանակի պես
անդիմությունը տեղ չունի, տեղ չի գտնում սրանց մեջ, որովհետև եթե Նիկոլի հակակշիռ դառնանք մենք, Նիկոլը շանս չի ունենալու։ Բայց քանի որ Նիկոլի հետ միասին շանս չեն ունենալու նաև կրեմլյան անդիմադիրները, իրանք երկուսով էլ միասին ամեն ինչ անում են, որ հայ մարդիկ մեզ չճանաչեն։ Սամվելի գովազդային ընկերությունը ուղիղ տեքստով մեր գովազդն է մերժում։ Նիկոլի ոչ մի լրատվականում բնականաբար մեզ չեք տենա։ Ու հենց այդ ձևով էլ տեղի է ունենում անդիմադիր դաշտի օկուպացիան Նիկոլի ու իր անդիմության համատեղ ջանքերով։ Լավ մեկ հաց, ատակ, որպես օբյեկտիվի։ Դու չես տենում, որ անդիմադիր քաղաքական դաշտը օկուպացված է։ Հասարակ բան ասեմ։ Բաց Լույսի բանակը Կարեն Արարյանը։ Ես իրան Նենավ, հրապարականի ասում եմ, ինքը իմ հետ հանդիպել է, մենք ընկերություն ենք անում, ասում փողոց մի հել, կրվելու ես, չլսավ ինձ, հելավ, նայեք, բայց մարդը ալենտրանքային ճանապարհ էր առաջադրում, այո, իր հետ կապված շատ բաներ են խոսում, մյուսը, բայց օրինակ չի դա։ Այդ օրինակ է։ Դու կարաս հելնես ես 20 հոգու հանես փողոց։ Այս քաղաքականության ամենադաժան օրենքներից մեկն է, երբ ընտրության սեղանին դնում են այս կողմից գործող հայագործան իշխանությանը, մյուս կողմից այն մարդկանց, որոնց ժողովուրդը արդեն տեսել է, փորձել է, գնահատել է ու արդյունքում մերժել է, ընտրությունների արդյունքը կանխորոշված է, միշտ էլ հաղթելու է իշխանությունը։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ, էլի, քանի սենց ընտրություններ պետք է անցկացնեք, որ հասկանաք, որ Նիկոլի ընտրվելու միակ պատճառը հենց իր անդիմությունն է։ Սերժով փորձեցիք, տեսակ չէ, ժողովուրդը չի ուզում։ 21 թվին Քոչարյանին բերեցիք առաջի գից, տեսակ էդ էլ է բացահայտվում, մարդիկ Քոչարյանին էլ չեն ուզում։ Գցեցիք, բռնեցիք, որոշեցիք ուրիշ դեմք առաջ բերել, որը նորից ներկայացնում է այդ նույն անդիմության կրեմլյան թևը։ Բերեցիք Սամվել Կարապետյանին։ Ես երեք նայում էի Սամվելի գիշերվա հայտարարությունը ու անկեղծ գիտեք ինչ տպավորություն ստացա։ Որ այդ մարդը զուտ ընկել է կրակը, ինքը քաղաքական գործիչ չի, ու ով գիտի չի ուզում այս ամեն ինչի մեջ ընդհանրապես լինի։ Վիդեոն նայում ես, երեկվա այդ իր խոսալը, նենց տպավորություն է, ոնց որ զոռով դուրս է եկել ներկայանա որպես անդիմություն։ Այդ մարդը չգիտի ինչ ասի, չգիտի կոնկրետ որ ֆորմատով է իր ասելիքը, չգիտի որն է կոնկրետ իր դերը։ Մարիանա, ես ժողովրդին եմ դիմում, թե հարց ու պատասխան ենք անում։ Հայտարարություն հարց պատասխան չի։ Հա։ Մեր սիրելի հայրենակիցներն են ուժեղ հայեր։ Այսօր հարց չէ, այսօր միայն հայտարարություն։ Վաղ առավոտյան սա հարցին պատասխան Սիրելի հայրենակիցներ, Գործիքներ բոլոր պատրաստել Հոտարապես ինչ կանեն մեզնից ձերբակալ Չէ կալանավորված, բայց այդենց 7-800 կան, չէ ձերբակալված Չէ, 7 մեր օպերատիվների խնդրությամբ երկու ացող հետքա կամերային ուզում եք են կողմանից ստենք Իզվեսյանն է ստեղ Հա, ուրիշ եթերում եք լինելու ես Չէ, հիմա ալը չկա, չէ Ներկա, որոշ միասված է Պատրաստել գործունեություն Ես ասեմ Հա
են, շնորհակալ եմ գործընկերներ, պարոն Կարապետյանը համեցնող հայտարարությամբ, որից ուզում եմ հիշեցնել, որ հարցը պատասխան նախատեսված չէ, խնդրեմ պարոն Կարապետյան։ Սիրելի հայրենակիցներ, այս ուժը շատ շնորհակալ ձեզ։ Շնորհակալություն գործընկերներ։ Լսեցիք ինչ ասի, հետո հարց չտանք։ Այսինքն Կրեմլը իր ժանգոտ ու պրիմիտիվ ուղեղով մտածել է, որ դե լավ, եթե ժողովուրդը նախքին չի ուզում, ուրեմն նոր դեմք առաջ բերենք, բայց քանի որ Կրեմլի ուղեղը արդեն փտած է, դեգրադացված, ինքը չի կարող հասկանալ, որ ժողովուրդը ոչ թե նախքին չի ուզում, այլ հենց Կրեմլի շահը սպասարկող չի ուզում։ Նախքին այսօր կարող լիներ, օրինակ, չգիտեմ, ում ասեմ, Կարեն Դեմիրճյանը, օրինակ, ու չեմ կարծում, որ ինքը որևէ խնդիր ունենար ընտրություններում հաղթելու մենակ նրա համար, որ ինքը նախկինում եղել է։ Այստեղ խնդիրը այն չի, որ որևէ ուժ կոչվում է նախկին, կարա նախկին լինելով հանդերձ այսօր հանդիսանա փրկություն։ Այստեղ խնդիրը հենց Կրեմլյան ուժն է ու անկախ նրանից ինքը նախկին է, թե կողքից կցորդված ներկա։ Հետո նստում ու զարմանում են նենց, ոնց որ ասենք ամբողջ ժողովուրդը հանկարծ խելագարվել է։ Չէ, ժողովուրդը չի խելագարվել։ Ժողովուրդը պարզապես հիշողություն ունի ու այդ հիշողության մեջ կան մսխված տասնամյակներ, կան կեղծ հայրենասիրություններ, կան օտար կենտրոններից կառավարվող քաղաքականություններ, կան պետականության հաշվին կառուցված անձնական կայսրություններ, կան պարտություններ, որոնց սերմերը ցանել էին շատ ավելի վաղ, քան 2020 թվականի պատերազմի արդյունքը գրանցվեց։ Հիմա եկել եք ու ասում եք ժողովուրդը չհասկացավ։ Չէ, հենց դա որ հասկացավ, դրա համար էլ չգնաց ձեր հետևից։ Դրա համար էլ դուք ձեր ներկայությամբ նորից նպաստեցիք նրան, որ Նիկոլը անցնի։ Ու ամենահետաքրքիրը գիտեք որն է, նույն մարդիկ, որոնք տարիներ շարունակ ձախողվել են, նույն մարդիկ, որոնց վարկանիշը հանրության աչքերում վաղուց սպառվել է, ամեն ընտրությունից առաջ նոր փաթեթավորմամբ փորձում են վաճառել նույն ապրանքը։ Մի անգամ այս անունով, մի անգամ այն անունով, մի անգամ այս դեմքով, մի անգամ այն դեմքով։ Բայց ժողովուրդը հիմար չի։ Եթե տուփը փոխում եք, բայց ներսի պարունակությունը նույնն է մնում, այդ նոր ապրանք չի դառնում։ Այդ նույն ապրանքն է նոր պիտակով։ Ու որ ձեր համար ավելի པարզ դառնա, թե ինչ տիպի ընդունելի չեք, որ ձեր պատճառով միշտ Նիկոլն է մնում։ Ես ձեզ ասեմ, վստահաբար ասեմ, որ շատ ու շատ մարդիկ, ովքեր ատելով ատում են Նիկոլին ու իր թիմը, հենց իմանում են, որ Նիկոլից ազատվելու միակ ճանապարհը ձեզ ընտրելն է, իրանք իրանց ու Նիկոլին քրֆելով գնում ու Նիկոլ են ընտրում։ Մենակ թե ձեր այդ կրեմլյան հավաքածուից ոչ մեկ իշխանության չգա։ Օրինակ այս ընտրություններին ես չեմ մասնակցել, որովհետև ես ոչ Նիկոլ կարամ ընտրեմ, ոչ էլ ձեզ։ Այդ էր միակ պատճառը, որ մնացի ձեռնպահ, բայց լիքը մարդ կա, ովքեր մեծ հաճույքով Նիկոլից ձեռփազատվելու համար կընտրեին ոչ կրեմլյան ընդդիմության, բայց քանի որ հակակշիռ դուք էիք, այն մնացած ուժերը այնքան որ կային, իրականում հակակշիռ դուք էիք, էլի եմ ասում, ընտրողը ինքը իրան ու Նիկոլին քրֆելով ու չհավատալով, որ ինքը կարա Նիկոլ ընտրի, գնաց է Նիկոլը ընտրե մենակ թե դուք չլնեք, դուք երբ եք ուզում ես հասկանաք։ Ու ամեն անգամ ձեր չընտրվելուց հետո սկսվում է հերթական ներկայացումը, մեջներից այդ նորից դուրս է գալի հերթական չակերտավոր փրկիչը, հերթական չակերտավոր մեսիան, հերթական չակերտավոր վերջին հույսը, հերթական այս անգամ ամեն ինչ այլա պատմությունը, իսկ վերջում պարզվում է, որ նույն շրջանակներն են, նույն շահերն են, նույն մեխանիզմներն են ու նույն փակուղին է։ Ու պետք չի հարցնել, բա ինչի Նիկոլը նորից անցավ, որովհետև ընդդիմադիր դաշտը վերածվել է քաղաքական մենաշնորհի, որովհետև իրական այլընտրանքի տեղը զբաղացրել են սպառված դերակատարները, որովհետև հասարակության առաջ փակվել է ընտրության բնական հնարավորությունը, որովհետև տարիներ շարունակ ժողովրդի առաջ դրել են կեղծ ընտրություն, կամ այս աղետը, կամ այն աղետը, կամ թուրքի ստրուկ, կամ կրեմլի ստրուկ, մարդիկ չեն ուզում ոչ այն, ոչ այն, չեն ուզում ոչ Նիկոլին փոխեն ձեզնով, ոչ ձեզ փոխեն Նիկոլով, այս ժողովուրդը երրորդ ճանապարհ է ուզում, հայկական ճանապարհ, ոչ ստրկամիտ ճանապարհ, ազգային ճանապարհ, ինքնիշխան ճանապարհ, այս ժողովուրդը մեր կարիքն ունի, ոչ թե ձեր կամ Նիկոլի, իսկ դուք ամեն կերպ, որ ասում եմ դուք, նկատի ունեմ համ ընդդիմությանը, համ Նիկոլին, որ ձեր համատեղ ուժերով, ձեր փողերով ու ռեսուրսներով կամ խլացնում եք մեզ,
կամ էլ ամենաէժան ձևով ինչ ցեխ ասես, որ չեք շպրտում մեր ուղությամբ։ Բա եթե վստահ եք, որ ես սխալվում եմ, երբ ասում եմ, որ ժողովուրդը հենց Լուիսի բանակի կարիքն ունի, բա ինչի եք մեզ մերժում ձեր լրատվականներում, ձեր հեռուստաալիքներում ու ձեր գովազդային ընկերություններում, որովհետև վախում եք, որովհետև դուք էլ լավ գիտեք, որ ժողովուրդը հենց մեր կարիքն ունի, ոչ թե էս կամ այն բևեռի։ Այն էլ ինչ բևեռների, որ մեկը թուրքի շահասպասարկում, մյուսը Կրեմլի, երկուսն էլ հակահայկական։ Ժողովուրդը Հայաստանի բևեռ է ուզում, էս կարաք հասկանաք։ Ու այստեղ է ամբողջ պատմության առանցքը։ Ոմանք կարծում են, թե Հայաստանի խնդիրը իշխանությունն է։ Ես ասում եմ, չէ, Հայաստանի խնդիրը իշխանության ու անդիմության կեղծ հակամարտությունն է։ Այդ նույն թատրոնի երկու դերասաններ են, որոնք բեմի վրա կռվում են, իսկ բեմից դուրս գոյություն ունեն բացառապես մեկը մյուսի հաշվին։ Իրանցից մեկը պետքա լինի, որ մյուսը վախացնելու բան ունենա։ Այդ մյուսն էլ պետքա լինի, որ առաջինը փրկիչ երևա։ Ու այս քաղաքական բիզնեսը շարունակվում է արդեն տասնամյակներ, իսկ դրա գինը վճարում է ժողովուրդը իր հողերով, կյանքերով, ժամանակով, արժանապատվությամբ ու ապագայով։ Ու հիմա ես ուզում եմ մի հատ պարզ հարց տալ. եթե ձեր գոյության արդյունքում արդեն քանի ընտրության անընդմեջ հաղթում է այն մարդը, ում իբր ուզում եք հեռացնեք, գուցե ժամանակն է հասկանալու, որ դուք խնդրի լուծումը չեք, դուք հենց խնդիրն եք։ Եթե ձեր ներկայությունն է իրան հաղթանակ բերում, ապա ձեր հեռանալը կարա ավելի օգտակար լինի, քան ձեր մնալը։ Ու ձեր հեռանալու լավագույն ու ամենաարժանապատիվ տարբերակը հիմա մանդատներից հրաժարվելն է։ Ցույց տվեք, որ ունեք արժանապատվություն ու որ ձեր առաքելությունը իրոք Հայաստանի փրկությունն է, ոչ թե ազգային ժողովում կրեմլյան թև ներկայացնելը։ Այդ ժամանակ անձամբ ես ձեզանից յուրաքանչյուրին կդիտարկեմ որպես իրոք Հայաստանը կրեմլյան շահերից ավելի շատ սիրող անհատների, ու այս վիրավորանք չի, այս քաղաքական մաթեմատիկա է, դաժան, բայց ճշգրիտ քաղաքական մաթեմատիկա։ Ու հիմա գալիս ենք ամենակարևոր կետին։ Հայաստանին պետք չի հերթական առաջնորդի պաշտամունք, Հայաստանին պետք չի հերթական փրկչի լեգենդ, Հայաստանին պետք չի հերթական ներկրված նախագիծ, Հայաստանին պետք է ազգային ուժ, որը որևէ արտաքին կենտրոնի մասնաճյուղ չի, Հայաստանին պետք է ազգային ուժ, որը չի ապրում հին համակարգի ստվերում, Հայաստանին պետք է ազգային ուժ, որը չի սնվում ժողովրդի հիասթափությունից, այլ կազմակերպում է ժողովրդի կամքը։ Այ հենց ստեղ է Լուիսի բանակի իմաստը, ոչ որպես հերթական կուսակցություն, ոչ որպես հերթական ընդդիմություն, այլ որպես քաղաքական մտածողության փոփոխություն, որպես նոր առանցք, որպես նոր կենտրոն, որպես նոր մեկնակետ, որովհետև եթե նույն մարդիկ շարունակեն զբաղեցնել ընդդիմադիր դաշտը, արդյունքը միշտ նույնն է լինելու։ Նույն իշխանությունը, նույն բողոքները, նույն հիասթափությունները, նույն կորուստները, ու հետո նորից նույն հարցը, բա ոնց եղավ, որ Նիկոլը նորից հաղթեց։ Ու ես հիմա արդեն կարամ պատասխանեմ նաև հաջորդ ընտրությունների համար։ Եթե ոչ մի բան չփոխվի, եթե նույն դեմքերն ու նույն մեխանիզմները մնան, ապա նորից Նիկոլն է հաղթելու։ Եթե հասարակությանը նորից առաջարկվի կեղծ ընտրություն ու շարունակեք մեր ձայնը խլացնել, նորից ԿՊՆ հաղթելու, որովհետև քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում, լինում են պատճառներ ու հետևանքներ։ Հիմա այն մարդիկ, ովքեր ինձ դեռ անցյալ տարի ասում էին, այ մարդ ինչ վերածննդի շարժում եկող տարի ընտրություններն են, ընտրություններով սրանք կհեռացնենք։ Բա հիմա ինչ կասեք։ Հիմա էլ կասեք 5 տարուց էլի ընտրություններն են, սպասենք։ Բայց ես թվում է ես ինչի եմ մերժում ես համակարգի ընտրությունները, ինչի ընտրելու բան չունեմ ու չեմ էլ մասնակցում ես կրկեսին, հենց սրա համար։ Այս համակարգի օրոք կազմակերպված ընտրությունները միամիտ մարդկանց համար են, ու այդ միամիտ մարդիկ մինչև հիմա մտածում են, որ Հայաստանի ճակատագիրը որոշվում է ընտրատեղամասերում։ Չէ, ընտրատեղամասերում ընդհանրապես ամփոփվում է այն, ինչը տարիներով կատարվել է մարդկանց գիտակցության մեջ։ Հետևաբար իրական պայքարը քվյաթերթիկը այդ քվյատուփի մեջ գցելու օրվա համար չի։ Իրական պայքարը ժողովրդի մտածողության համար է, իրական պայքարը ազգային գիտակցության համար է, ու այդ պայքարը դեռ նոր է սկսվում։ Իսկ նրանք, ովքեր հերթական անգամ զարմացած հարցնում են ոնց նորից ԿՊՆ հաղթեց, թող նա խայլու մեջ նայեն։ Հնարավոր է այդտեղ տենան այն մարդու դեմքը, որը հերթական անգամ ապահովեց այդ հաղթանակը ընդդիմությանը սատարելով ու նորից նույն կրեմլյան տրամադրությունն ու անցյալի վատ հիշողությունները հանրության մեջ սփռելով։ Ու դա կլինի այս պատմության ամենադաժան ճշմարտությունը։
Հիմա հայ ժողովրդին մնում է մենակ մի ելք՝ միանալ ու աջակցել Լույսի բանակին ու վերածննդի շարժմանը։ Բնականաբար իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ նորից աշխատելու են մեր դեմ, քանի որ իրանցից ոչ մեկ չի ուզում իրականում հզոր, ուժեղ, անկախ ու ինքնիշխան Հայաստան։ Բայց յուրաքանչյուր հայ մարդ պետքա ինքը իր համար ինքնուրույն կայացնի իր որոշումը։ Ընդամենը 70,000 մարդ ու այս մղձավանջը մեկ ընդմիշտ կավարտվի։ Չեք ուզում այսքանը հասկանալ, ուրեմն մի էլ բողոքեք։ Իսկ եթե արդեն հասկացել եք, ուրեմն համ միացեք մեզ, համ էլ օգնեք գտնենք այն քաղաքականապես անաչառ ու իրականում ազգային արժեքներով առաջնորդվող հայրենասեր մեկին, ով ի վիճակի կլինի հովանավորել մեր շարժումը ու շատ կարճ ժամանակում մենք կապրենք նենց Հայաստանում, որտեղ իշխանությունը չի սպասարկի օտար շահեր, ընդդիմությունը չի զբաղվի քաղաքական դերասանությամբ, իսկ պետությունը վերջապես կծառայի հայ ժողովրդին։ Ու այդ Հայաստանը չի կառուցվելու բողոքներով, այլ կառուցվելու է որոշում կայացրած մարդկանցով։ Վերածննդի շարժումը իրականացնելուց հետո մենք կապրենք նենց Հայաստանում, որտեղ այլևս ընտրություն չի լինելու կապիտուլյանտ իշխանության ու սպառված կեղծ ընդդիմության միջև, որտեղ Հայաստանի ճակատագիրը որոշելու են ոչ թե արտաքին կենտրոնները, այլ հայ մարդիկ, որտեղ ազգային ժողովում չեն նստելու Հայաստանի հաշվին ապրող խմբավորումներ, այլ Հայաստանի համար ապրող մարդիկ։ Ու եթե այսօր չկանգնեք այս փոփոխության կողքին, վաղը նորից կանգնելու եք այս նույն տաշտակի առաջ, նույն բողոքներով, նույն հիասթափությամբ ու նույն արդյունքով։ Նենց որ իմացեք, որ Լույսի բանակն այսօր բացարձակ ոչ մի բանի պակաս չունի բացի ֆինանսից, մեզ ռեսուրս է պետք։ Միասնական ջանքերով մենք պետքա հովանավորվենք ու այդ ժամանակ մենակ մենք չէ, ամբողջ աշխարհը կտենա Հայաստանի զարթոնքը ու հայ ազգի վերածնունդը։ Մենակ ռեսուրս, ուրիշ բան պետք չի, մնացած ամեն ինչ ունենք։ Ի տարբերություն որոշ ուժերի, որոնք ունեն ֆինանսներ, ահռելի մեծ փողեր, բայց չունեն բացարձակ ոչ մի բան դրանից բացի, մեր մոտ ճիշտ հակառակն է։ Մենք ունենք ամեն ինչ բացի ֆինանսից։ Մենք այսօր ունենք Հայաստանի քաղաքական դաշտում ամենամեծ քաղաքական ծրագիրը ու բացի ամենամեծ ծրագիր լինելուց միակ ծրագիրն է, որը ունի հիմնավորում, բացատրություն ու ռեսուրսների հայթայթման ներկայացում։ Մենակ մենք ենք, որ ունենք ամենահայանապաստ քաղաքական ուղղությունը, մյուսների պես լիբերալ սոցիալիստ դեմոկրատ եսիմինչ չենք։ Մեր քաղաքական ուղղությունը արարատիզմն է։ Մի ալարեք, մտեք մեր կայք, ամեն բաժնին ծանոթացեք, մեր հիմնադրույթներին, մեր անցած ուղուն, մեր նպատակներին, մեր քաղաքական ծրագրերին ու ինքներդ համոզվեք, որ Լույսի բանակի ներկայացրած ծրագրից ավելի մեծ ծրագիր ուղղակի գոյություն չունի։ Ու ոչ թե մենակ ավելի մեծ ծրագիր չկա, անգամ չկա մի ուժ, որը ներկայացրել է ծրագիր, որի չափը մեր ներկայացրած ծրագրի գոնե կեսին է։ Ու այդքան պատասխանատու, այդքան մանրամասն ու տենց բացատրություններով։ Դրա համար իմացեք, եթե հենց այսօր մենք ունենանք մեզ անհրաժեշտ ռեսուրսը, մեզ անհրաժեշտ ֆինանսավորման չափը, ապա ամենաուշը այս տարվա հոկտեմբերին դուք կապրեք լրիվ ուրիշ, հայկական, անվտանգ, ապահով, հզոր, արժանապատիվ, իրապես անկախ, ինքնիշխան ու բարեկեցիկ Հայաստանում։ Ես ամեն ինչ ասեցի։ Լավ մնաք ու Աստված օրհնի ձեզ բարձր սիրով ու իմաստությամբ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Եթե հետևում եք Լույսի բանակի գործունեությանը եւ հետաքրքրված եք մեր նախաձեռնություններով, հրավիրում ենք այցելել մեր պաշտոնական կայք։ Կայքում կարող եք ծանոթանալ մեր ծրագրերին, իրականացված աշխատանքներին, առաջիկա նախաձեռնություններին եւ մեր գործունեությանը մասնակցելու տարբեր հնարավորություններին։ Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր տարբեր ձևերով աջակցում են մեր գործունեությանը եւ կանգնած են մեր կողքին։ Լույսի բանակի գործունեությանը, սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալն օգնի յուրաքանչյուրիդ։